Բարև ձեզ, հարգելի հեռուստատուներ, այսօր հեռանկարի հյուրն է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Արամ Այսավետիսյանը։ Մենք ամփոփելու ենք Հայաստանի Հանրապետության Հայաստան համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքի արդյունքները եւ տեղեկացնեմ, որ պարոն Ավետիսյանը համակարգել է դրամահավաքի գործընթացը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Ի վերջո 2025-ի հավարտին ինչ արդյունք գրանցեցինք եւ դրամահավաքի ծավալի առումով եւ նաեւ կարծում եմ բարձր նաեւ այն ծրագրերը, որոնց ուղղություններով այս գումարը ծախսվելու է։ 2025-ը շատ կարևոր տարի էր համահայկական հիմնադրամի համար, որովհետեւ մենք վերջապես հնարավորություն ունեցանք, գիտեք, այդ պատմությունը 2020 թվականից հետո հատկապես պայմանավորված հումանիտար ճգնաժամով ոչ միայն համահայկական հիմնադրամը, այլ նաև բոլոր մնացած կազմակերպությունները, ովքեր բարեգործական եւ հումանիտար բնույթի ոլորտներում էին աշխատում, ավելի շատ կենտրոնացրել էին իրենց ռեսուրսները ռեակտիվ աշխատանքների վրա, հաշվի առնելով առաջացած հումանիտար բնույթի ճգնաժամերը, հրշեջի կերպարով ավելի շատ փորձում էին այդ առաջացած հրդեհները մարել ու շեղվել էին իրենց բնականոն գործունեության ռազմավարական զարգացման պլաններից եւ 2025-ը մեզ համար կարևոր տարի էր, որովհետեւ հատկապես հաշվի առնելով 25 թվականին արձանագրված իրողությունները Հայաստանի շուրջ, նկատի աշխարհակահաղական ու խաղաղության փաստացի արդեն նվաճումը Հայաստանի համար, նվաճումը քիչ սխալ բառ է իհարկե, խաղաղության հաստատումը Հայաստանում, հիմնադրամին դա վերջապես հնարավորություն տվեց վերադառնալ իր բնականոն գործունեությանը եւ նայել թե ինչ ռազմավարական նշանակության ծրագրեր պետք է վերադառնա ու իրականացնի հիմնադրամը։ Այս իմաստով սա շատ կարևոր տարի էր, սրա մասին դեռ իհարկե կխոսենք։ Եթե ամփոփենք դրամահավաքի արդյունքները, մեզ համար դրանք բավականին գոհացուցիչ են, ոչ միայն քանակական տեսանկյունից դրամի մասով նկատի ունեմ, այլ նաև որակական նկատի ունենալով, թե ինչքան նոր կազմակերպություններ, հատկապես Հայաստանի Հանրապետությունից մասնակցեցին այս դրամահավաք արշավին։ Թվային իմաստով մենք կարող ենք հայտարարել եւ արդեն մենք հայտարարել ենք շուրջ 16 միլիոն դոլարի գլոբալ նվիրատվությունների վերաբերյալ։ Ճիշտ եմ հիշում, որ նախորդ տարվանից ավելի մեծ թիվ է։ Մի քիչ ավելի շատ է, 15-եր, չէ՞։ Մի քիչ ավելի շատ է, որը մենք հատկապես պայմանավորում ենք Հայաստանից ստացված նվիրատվություններով այդ թվում նաև եւ հույս ունենք, որ սա հիմնադրամի համար շարունակական process կլինի, որ մենք ամեն տարի կարող ենք արձանագրել ավելի մեծ նվիրատվություններ նախորդ տարվանից։ Եվ գիտեք, մեզ համար ամենակարևորը, որ մենք Հայաստանում սահմանել ենք, որ այս դրամահավաքի արշավի արդյունքները Հայաստանում հավաքված ուղղվելու են Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը։ Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ բացի Հայաստանում ստացված նվիրատվություններից նաև որոշ տեղական կազմակերպություններ եւս միացան իրենց մասնակցությունը կունենան Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը, օրինակ Տորոնտոյի տեղական մարմինը, Ֆրանսիայի տեղական մարմինը, Ամերիկայի տեղական մարմինը, Նիդերլանդների տեղական մարմինը, Գերմանիային, Ավստրալիային, ամեն մեկը իր չափով, բայց մեր համար կարևոր էր, որ այս համազգային բնույթը հիմնադրամի ռազմավարական ծրագրերի շուրջ կարծես թե վերականգնվում է, ու մենք բոլոր տեղական մարմիններով Հայաստանում էլ բիզնեսի եւ քաղաքացիների աջակցությամբ մեծ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր ենք իրականացնելու, որը հիմնադրամի հենց հատկապես գլխավոր մանդատն է եղել տարիների վեր։ Սպանդարյանի ջրանցքը գտնվում է Սյունիքի մարզում։ Ես ինչքան հասկանում եմ, սա մեծ ծրագիրն է, հա, դրամահավաքի արդյունքում ձևավորված եւ պետք է որ հիմնադրամը ծախսեր անի նաեւ այլ ուղղություններով։ Ինչքան է կազմում ծրագրի բյուջեն կոնկրետ Սպանդարյանի ջրանցքի եւ մյուս գումարները ինչ ուղղություններով են ծախսվելու։ Տեսեք, Սպանդարյանի ջրանցքի ընդհանուր առմամբ մենք այնտեղ երկու կտորից է բաղկացած Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը, մեկը գլխամասային գիծն է, բուն ջրանցքը, մյուսը երկրորդային գծերն են, որոնք արդեն պետք է ջուրը հասնեն մինչև համայնքներ ու գյուղատնտեսական նշանակության հողեր։ Եթե միայն ամփոփենք գլխամասային գծի արժեքը, դրա վերակառուցման արժեքը շուրջ 6 միլիոն ամերիկյան դոլար է, եւս մոտավորապես 2 միլիոն դոլար պետք է լինի երկրորդային գծերի կառուցման համար, այսինքն ընդհանուր առմամբ մենք գործ ունենք շուրջ 8 միլիոն դոլար արժողությամբ բյուջեով ծրագրի հետ Սպանդարյանի ջրանցքի մասին խոսելիս, եւ մենք հաջողությամբ արդեն հավաքել ենք, ստացվում է սրա
կեսը, այսինքն մեր ունեցած միջոցներով մենք կարողանանք կառուցել ջրանցքի ամբողջ երկարության, որ 35 կիլոմետր է, գիտեք դրա մասին խոսելու առիթներով ունեցել ենք ու ներկայացրել ենք, առաջին երկրորդ հատվածները մեր արդյոք այսօրվա ունեցած միջոցներով կարողանանք կառուցել եւ կշարունակենք դրա հավաքը արդեն նաեւ երրորդ հատվածի կառուցման համար անհրաժեշտ միջոցներ ներգրավելու համար ժամանակի ընթացքում։ Ինչ վերաբերում է մնացած ծրագրերին, որոնք պետք է իրականացվեն հիմնադրամի կողմից, դրանց հատկապես ու հատկանշական են ծրագրերը, որոնք իրականացվել են Գյումրիում, գիտեք հիմնադրամը արդեն 4 շենք կառուցել էր Գյումրիում, խոցելի խմբերի համար, պատերազմում վիրավորվածների համար, երկրաշարժից տուժածների համար 4 շենք արդեն Գյումրիում կառուցված էր, մենք եւս 3 շենք կառուցենք Գյումրիում այս տարվա ստացված նվիրատությունների շնորհիվ, որոնք էլի ուղղված կլինեն սոցիալապես խոցելի խմբերի համար եւ նաեւ Լեռնային Ղարաբաղից բնի տեղահանվածների բնականային ապահովման համար։ Գորգագործության կենտրոնի մասին է խոսքը։ Չէ, դրանք բնակելի շենքեր են, 3 առանձին բնակելի շենքեր են, որոնցից ամենը շուրջ 10 բնակարան են, որ բացի բնակելիներից կան նաև գորգագործության կենտրոն, որը նախորդ տարվա ծրագրերից։ Մենք պլաններում ունենք դրա գորգագործության կենտրոնի կառուցման ծրագիրը, հենց հիմա մենք մեր Ամերիկայի տեղական մարմնի հետ, որ գիտեք, ֆլագմանն է այս ծրագրի, իրանք են սրա նախաձեռնությամբ հանդես եկել, մենք այդ քննարկում ենք ծրագիրը մի քիչ ավելի մեծացնելու, մի քիչ ավելի ադապտացնելու, մի քիչ ավելի հետաքրքրացնելու, ընդհանուր առմամբ քննարկումը գնում են այն ուղղությամբ, որ մենք մի մեծ մշակութային կենտրոն կառուցենք, որտեղ նաև գորգագործության կենտրոնը կլինի առանձին բովանդակություն։ Ինչու ընտրվեց հենց Սպանդարյանի ջրանցքի ծրագիրը, առհասարակ ընտրության սկզբունքը ինչպիսին է, ինչպես է որոշվում, որ այս ծրագիրը պետք է ընտրվի, այս ուղղությունը պետք է ընտրվի։ Տեսեք, եթե անդրադառնանք ուղղակի կառուցակարգերին, դրանք ենթադրում են, որ լինում են խորհրդի համապատասխան որոշումներով։ Իսկ հատկապես մեծ ծրագրերը ընտրվում են խորհրդի համապատասխան որոշումներով, բայց ես նաև պատմում եի, որ վերջին տարիներին դա պրակտիկորեն անհնար էր, որովհետև կանխատեսելիության մեծ շեմ չկար ու հիմնադրամը հատկապես ներգրավված էր հումանիտար բնույթի խնդիրների լուծման մեջ։ Այս իմաստով, երբ որ մենք արդեն սեպտեմբերին պետք է պատրաստենք այս տարվա դրամավարկաշավը ու գործ ունեինք ըստ էության նոր իրողությունների հետ, որտեղ արդեն մեզ կարող էինք թույլ տալ ավելի երկարաժամկետ պլանավորում ենթադրող ծրագրերի անդրադառնալ, շատ կարևոր էր, որ ծրագիրը մի բան էր, որը արդեն պատրաստ էր։ Ու սրա մեջտեղի հատվածի շինարարությունը ըստ էության սեպտեմբերին արդեն սկսվեց եւ դրա համար անհրաժեշտ գումար արդեն հավաքագրված էր մեր Ֆրանսիայի տեղական մարմնի ջանքերով ու երկու կարևոր հանգամանք կար, իսկ 3 անգամ կարևոր հանգամանք կար։ Մեկը ըստ էության հենց քաղցրահամ ջրի պաշարների կարևորությունն է ու նկատի ունենալով, որ դա առասարակ ժամանակակից քաղաքակրթության մեծագույն մարտահրավերներից մեկն է ու մենք էլ որպես քաղաքակրթության մասնիկ անմասն չենք այդ խնդրից ու այդ մարտահրավերից ու մեզ համար էլ շատ կարևոր է մշակույթը ներմուծելը ջրի պաշարների նկատմամբ խնամքով վերաբերվունքի նկատի ունեմ եւ նաեւ պրակտիկ դուք գիտեք այնտեղ 70% ջրային կորուստների հետ մենք գործ ունենք, որ դա չեք կարելի դա թույլ տալ, որ տեղի ունենար ու սա մի կրիտերիան էր ընտրության։ Մյուսը, որ ես ինչպես նշեցի, կարևոր էր, որ հիմնադրամը վերադառնա մեծ ռազմավարական շոշափելի ծրագրերի իրականացմանը եւ սա մի բան էր, որը հենց այդ բովանդակությունն ու այդ տրամաբանությունը ուներ ու սանով մենք կարողանում էինք ըստ էության հիմնադրամին այս փուլում վերադարձնել իր հիմնական առաքելության իրականացման ճանապարհ եւ երրորդը, որ այս ծրագիրը արդեն փաստացի մեկնարկած ծրագիր էր ու մենք չենք խոսում հիպոթետիկ պլաններից կամ ծրագրերից, արդեն փաստացի գոյություն ունեցող ծրագրի նկատի ունենք։ Այսինքն կարող ենք ասել, որ այս ծրագիրը ինչ որտեղ տնտեսական էֆեկտ ունի, որովհետեւ եթե գումարները ասենք ուղղվում են մեծամասամբ բնակարանաշինության, հասկանալի է հումանիտար էլի շատ կարևոր խնդիր է լուծվում, բայց այստեղ կարծես թե այդ տնտեսության մասով օգտակար գործողության այդ օգեգեն կա, գործակից կա։ Այսինքն տնտեսության մեջ է ներդրում արվում, որովհետև համայնքներն են դրանից զարգանալու, յուղատնտեսությունն է զարգանալու, ինչ-որ իմաստով սա տնտեսական ներդրում է նաև։ Դա շատ կարևոր հանգամանք է, այո, դա էլ կրիտերիաներից մեկը ըստ էության այս ծրագրի ընտրության, որտեղ մի ուրիշ կարևոր հանգամանք էլ կա, որ հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս եւ պլանավորելիս պետք է նկատի ունենալ, որ հիմնադրամը ըստ էության Հայաստանի Հանրապետության կառավարության գործընկերն է ու մի կառույց է, մի մարմին է, մի գաղափար է, որ կոչված է զարգացնելու, արագացնելու համայնքների եւ մարզերի զարգացումը կառավարության հետ գործընկերությամբ։ Այս իմաստով, այսինքն այս արված գործը շատ մեծ հնարավորություն էր տալիս կառավարության ռազմավարությունից ելնելով նաև գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից նաև ելնելով ապահովել ներդրումներ, որոնք
որոնք նաև հետագայում մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ պետք է ունենան։ Դուք գիտեք խոսք է գնում 2800 հեկտար ոռոգելի տարածքներ ստեղծելու մասին, իսկ Սյունիքում ներկայում կան 44000 հեկտար ոռոգելի տարածքներ, այսինքն մենք միայն այս ջրանցքի կառուցումով 7%-ով, շուրջ 7%-ով կավելացնենք Սյունիքի մարզում ոռոգվող հողերի քանակը, իսկ գիտեք, որ ջրի ազդեցությունը մուլտիպլիկատիվ իմաստով շատ մեծ է ու դա խթանելու է եւ գյուղատնտեսությանը, եւ տնտեսությանը, սոցիալական զարգացմանը, եւ մշակույթի զարգացմանը, եւ մարդկանց միջև փոխհարաբերությունների մեջ դրական դինամիկա ստեղծել, որովհետեւ ջուրը ամենամեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող գործոնն է։ Որքանով հաջողված կհամարեք հիմնադրամ կառավարությունը այդ գործընկերությունը։ Միտումները այստեղ ինչպիսին են։ Միանշանակ դրական են։ Ամեն ինչի վրա ազդում է, չէ՞, ձեր զրույցի սկզբում թվարկեցիք, որ 2025-ը շատ կարևոր տարի էր, նաև կարևոր էր նաև կարծում եմ այս տրամաբանության մեջ, եւ եթե Սփյուռքում ապրող հայերը տեսնում են, որ կան ինչ-որ իրավիճակ է ստեղծվում Հայաստանում, այդ ամենը նպաստելու է նաև մարդկանց գիտակցության, մարդկանց մտածելակերպի վրա, որ արդեն կարծես թե գումարները ավելի շատ իրենց նպատակին պետք է ծառայեն, որովհետև մենք այս իմաստով նաև ինչ-որ տխուր վատ օրինակ ունենք, չէ, ժամանակին շատ մեծ միջոցներ հիմնադրամը ուղղեց Արցախին, Ղարաբաղին հսկայական ճանապարհներ, այնտեղ կարծում եմ այդ ամենը չկա։ Այս դրամաբանության մեջ ինչպես կգնահատեք կառավարության այդ գործընկերությունը։ Տեսեք, մի շատ կարևոր հանգամանքից պետք է սկսենք, երբ որ 92 թվականին համահայկական հիմնադրամը հիմնադրվում էր, ըստ էության հիմնադրամը ինչ է, հիմնադրամը ամեն ինչից առաջ գաղափար է, չէ։ Երբ որ 92 թվականին հիմնադրամը հիմնադրվեց, այդ գաղափարը պետությանը օգնելու գաղափարն էր։ Նոր անկախ պետություն ունենք, որ նոր էր ստեղծում, քիչ ինստիտուտներ ուներ, քիչ բյուջե ուներ, նոր էր կայանում եւ համահայկական հիմնադրամը մի պլատֆորմ էր, մի հարթակ էր, որտեղ համաշխարհային հայությունը պետք է կարողանար պետությանը օգնել ոտքի կանգնել։ Այսօր մենք փառք Աստծո ունենք կայացած պետություն իր ինստիտուտներով եւ դուք տեսնում եք թե կառավարությունը հիմա ինչքան միջոցներ է ուղղում կապիտալ ծախսերին եւ հատկապես մարզերի զարգացմանը ու այստեղ շատ կարեւոր է այդ փոխգործակցությունը, որ մի կողմից բացառվեն կրկնագործողությունները, այսինքն հիմնադրամը չանի գործողություններ, որոնք կառավարությունը արդեն նախատեսել էր դրանց համար ունի բյուջե եւ մյուս կողմից իր գործունեությամբ խթանի կառավարության ծրագրերին ու զարգացմանը, այսինքն եթե միտեղ կարելի է ներդրում անել, որտեղ կառավարությունը էլի պլաններ ունի ուտեղ puzzle-ը կհավաքվի կոպիտ ասած ու էֆեկտիվ կլինի ավելի ներդրում ու ավելի մեծ ազդեցություն կունենա, իսկ դրա համար մշտական կոմունիկացիան ու կապը կառավարության հետ շատ կարևոր բնույթ ունեն։ Մյուս կողմից ես չեմ սխալվի եթե ասեմ, որ մեր 30 տարվա պետության մեջ ամեն տասնամյակը իր հետ իր մարտահրավերներն է բերել եւ նաեւ այդ մարտահրավերներով է պայմանավորված եղել հենց համահայկական հիմնադրամի գործունեությունը։ Հիմա այդ իմաստով տեսնում ենք, որ իրավիճակը փոխվել է, կոնտեքստը փոխվել է ու այս նոր կոնտեքստում հիմնադրամը պետք է մի կողմից պահպանելով իր ստեղծման գաղափարը, բայց մյուս կողմից նաև պրակտիկ կենսունակությունը պահպանելու համար նաև ադապտացնի իր գործունեությունը նոր պայմաններին ու նոր մարտահրավերներին, որոնք ի հայտ են գալու։ Ես ուզում եմ նաև հետևյալի մասին խոսեք, տեսեք, երբեմն ինչ-որ տարիների ընթացքում վստահության խնդիրն է նաև բարձրացվել հիմնադրամում, որովհետև մարդիկ երբ մեծ փողեր են վճարում, ամենից հանգանակություններ են անում, ուզում են նաև հետևողական լինել, թե ինչպես այդ գումարը կծախսվի եւ արդյոք կծախսվի մինչև վերջին դոլարը, ցենտը կամ չգիտեմ, մինչև վերջին լուման։ Եվ ես հիշում եմ տարիներ, որ այդ վստահության շեմը նվազել է եւ դա ազդել է նաև հանգանակությունների ծավալի վրա։ Հիմա կարծում եմ մենք հակառակ դրամաբանության մեջ ենք տեսնում զարգացումը։ Իսկապես այդպես է, անցած տարիների հիմնադրամի համար այդ իմաստով բավականին դժվար ստացվեցին, որովհետև գիտեք, այդ պատմությունների մեջ շատ ներկայացվել չեմ ուզենա, մի կողմից որովհետև անմեղության կանխավարկած ինստիտուտը գոյություն ունի, այնտեղ այդ կոռուպցիոն պատմությունների հետ կապված դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա, բայց ահա այդ պատմությունը ու դրա արձագանքը բնականաբար շեշտակի նվազեցրել էր հիմնադրամի նկատմամբ վստահությունը, բայց կարևոր արձանագրել, որ դա ոչ թե ինստիտուցիոնալ կարողությունների կամ հիմնադրամի նկատմամբ վստահության հանգամանքի օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ, այսինքն մեկ անձով պայմանավորված հանգամանք էր դա ու նաև քրեական գործի էությունն է դա ցույց տալիս, որ դա ընդհանրապես մեկ անձով պայմանավորված հանգամանք է եղել։ Երկրորդ մեծ հարված հիմնադրամի հեղինակությունին ըստ էության եղել է 2020 թվականին հավաքագրված միջոցների փոխանցումը կառավարությանն է, որը ես համարում եմ մանիպուլյացիաների շարքից։ Ես կարծում եմ, որ պետք է արձանագրել, որ այդ գումարները հավաքվել էին Հայաստանի Հանրապետության իշխանությունների ու անձամբ վարչապետի կոչով հիմնադրամում ու ակնհայտ էր երկու բան, որ
այդ գումարները ինչ կարիքների համար են գալիս ու այդ կարիքների համար հիմնադրամը այդ գումարները ծախսելու իրավունք չուներ եւ մյուս կողմից այդքան մեծ գումարներ տնօրինելու կարողություն հիմնադրամը ու դրանցով ծրագրեր իրականացնելու կարողություն հիմնադրամը չունի։ Դուք տեսեք ինքն իր տարեկան բյուջեից մոտավորապես 10-20 անգամ ավելի մեծ գումար էր ստացել ու ակնհայտ է որ այդ կարողությունները հիմնադրամը այդ գումարները ծախսելու չուներ ու մյուս կողմից թե ինչ կոչով ու ինչու համար էին այդ գումարները հավաքվել, այսինքն ինձ համար որպես քաղաքացի այդ ժամանակ ու այդ տարիներին ակնհայտ էր որ այդ գումարները ի վերջո պետք է փոխանցվեն կառավարությանը, որով պետք է շատ սպეციფიկ կարիքների լուծման այդ գումարները պետք է ուղղվեն, բայց գիտեք ինչ ժամանակներում էինք ապրում, գիտեք ինչ մանիպուլյացիաների առիթ դա դարձավ ու դրա արդյունքում այո նաև հիմնադրամի եղանակությունը որոշակի անկում ապրեց ու տուժեց, բայց հիմա մենք ինչպես դուք նշեցիք հակառակ process-ում ենք գտնվում ու հիմնադրամը բացառիկ թափանցիկությամբ աշխատող կառույցներից է Հայաստանի Հանրապետությունում նկատի ունեմ զարգացման սեկտորում մենք մեր հաշվետվություններն ենք հրապարակում հիմնադրամը բացառիկ կառույցներից է որ բացի ֆինանսականից նաև ֆիզիկական աուդիտ անցնում որի արդյունքները նույնպես հրապարակվում են նաև մեր կայքում են հրապարակվում դու գիտեք ինչ բազմաշերտ է հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի կազմը այնպես որ ինստիտուցիոնալ որևէ խնդրի հետ մենք երբեք հիմնադրամի ստացիան գործ չենք ունեցել այնտեղ սուբյեկտիվ խնդիրներ են եղել որոնք պետք է համարենք անցյալում ու առաջնային մենք կարևոր հարցից էլ խոսենք ձևաչափ փոխվեց հեռուստամարաթոններ այլևս չեն լինում այլ ձևաչափ են ընտրվել չգիտեմ գուցե ավելի ժամանակակից ավելի էֆեկտիվ ավելի ազդեցիկ դա ինչով էր պայմանավորված հին ձևաչափը իր տրամաբանության մեջ էր հնացել արդեն Ես գիտեք իմ էությամբ ավանդույթները կարևորող մարդ եմ, բայց միևնույն ժամանակ պետք է շատ դժ լինենք, որ ավանդույթները չմնան ինքնանպատակ, որովհետև եթե մենք ժամանակի ընթացքում ավանդույթները չհամապատասխանեցնենք գոյություն ունեցող իրականություններին, դրանց պրակտիկ օգուտները, ստացող դրանցից պրակտիկ օգուտները կպակասեն, էլի։ Այդ ավանդույթը շատ կարևոր էր իհարկե, բայց միևնույն ժամանակ դա միջոց էր, որով հավաքագրվում էին գումարներ, որոնք պետք է հետագայում ծառայեին իրենց նպատակին։ Այս իմաստով մենք ուսումնասիրելով վերջին տարիների տենդենսները, հաշվի առնելով նաև որ մեդիա դաշտն է փոխվել, մարդկանց ուշադրությունը գրավելու համար իմ հարցը շատ ավելի մեծ ջանք պետք է թափես ինչքան առաջ էր։ Մենք որոշում ենք կայացրեցինք, որ մեկ օրվա միջոցառումը բավական չի այդ գործը ներկայացնելու համար, հատկապես մենք գործ ունենք շատ մեծ ծրագրի հետ, որը պետք է ներկայացնել համայն հայությանը, եւ որոշում կայացրեցինք, որ մենք ուղղակի մի օրվա միջոցառման փոխարեն կանենք մեկ ամսվա դրամավակ արշավ, որտեղ ավելի շատ հնարավորություն կունենանք հասնել ամեն մի քաղաքացու, ներկայացնել խնդիրը, դրա կարևորությունը, նշանակությունը ու իրենց մասնակցությունը նաև իր խորքի մեջ փորձագետների, մասնագետների կարծիքները հաշվի առնելով, որտեղ կարևոր որ նախ երկու բաներ կարևոր ցույց տալ, առաջին որ խնդիրը լեգիտիմ է եւ երկրորդ որ հիմնադրամը կարող է այդ խնդիրը լուծել։ Դրա համար մենք որոշեցինք որ գոնե մի ամիս ժամանակ ամս պետք որ բոլորին հասցնենք այս մեսեջը։ Ես կուզենայի մի խնդրից էլ խոսեիք, տեսեք Հայաստան համահայկական հիմնադրամ, համահայկական նշանակում է կարծես թե ամբողջ հայությունը, ամբողջ աշխարհով մեկ սփռված։ Մյուս կողմից մենք ըստիս մի շատ տխուր փաստեթ գործ ունենք, որ օրինակ երկրներ կան, որտեղ հսկայական հայկական համայնքան ու ամենապարզագույն օրինակը Ռուսաստանը, որտեղ հայերը չեն մասնակցում դրամահավաքին։ Սա նրանից է, որ տեղական մարմիններ չկան, թե ինչ որտեղ սա նաև քաղաքական խնդիր է, որովհետև ամենամեծ հայկական համայնք ունեցող երկիրը մեծ ներուժով պոտենցիալով չի մասնակցում այս process-ին։ Դա շատ հետաքրքիր բան եք ասում, ես ու կարելի է թվարկել Վրաստանը, Իրանը, չգիտեմ, Ղազախստան երկրներ, որտեղ մեծ հայություն կա։ Ես հասկանում եմ որոշակի քաղաքական ինչ-որ խնդիրներ այնտեղ նշмарվում են, բայց կարծում եմ կա նաև կամ պետք է այդ ուղղությամբ աշխատել, որ այնտեղից էլ հնարավոր այդ միջոցները ներգրավել։ Մենք տեսեք ես մենակ չեմ ուզենա բավարարվել այդ երկրներով, որտեղ սպეციფიկ քաղաքական հարցեր կան, ոնց որ դուք ասացիք, համար մի քանիսը թվարկեցի։ Մենք էլի երկրներ ունենք, որտեղ փայլուն հարաբերություններ ունենք, բայց տեղական մարմիններ չունենք, օրինակ, չգիտեմ, Քաթարը կարող եք վերցնել կամ Քուվեյթը կարող եք վերցնել, որտեղ մենք հսկայական հայկական համայնքներ ունենք, որոնք առավել նաև մեծ տնտեսական ռեսուրսների են դիապետում։ Տեղական մարմինների հնարավոր է այդ process-ը անել, բայց տեղական մարմինները այդ process-ների համար պետք են ու նաև խորհրդի ենթադրում որ առաջիկայում որոշումներ կայացնի, որ ոչ միայն մեզ նոր տեղական մարմիններ են պետք է կներեն, որտեղ մենք այդ մարմինները դեռ չունենք, այլ նաև պետք է նորոգել որոշ տեղական կազմակերպություններ, որոնցով մենք ներկայացված ենք, բայց այդքան էֆեկտիվ չեն աշխատում, ինչքան մենք ակնկալում ենք, որ էֆեկտիվ կլինի, բայց դրանք ավելի շատ հարցեր են, որոնք խորհրդի հավասարությունների դաշտում են, դրա համար ես դրանց կուզենայի ձեռնպահվել դրանց։ Ես հասկանում եմ, դա այնպես չէ, որ բուն ձեր կոմպետենցիայի մեջ է, բայց որպես process-ի տեղյակ համակարգման ինչ-որ մի ուղղությանը տիրապետող
նետող անձնավորություն ես այդ դրամաբանության մեջ հարցը ուղեցի ձեզ։ Եթե կա ինչ-որ ավելացնելու բան, ինչ-որ կարևոր միտք, որի մասին չխոսեցինք, համեցեք 1 րոպեից համաներում։ Այս process-ը մեզ համար շատ կարևոր էր։ Հիմնադրամի այս process-ը շատ կարևոր էր, որովհետև մենք այս process-ով ոչ միայն գումարի չափն էական, ոչ միայն Սպանդյանի Ջանսկի կառուցումն էական, այլ նաև էական սիմվոլիկ քայլերն է, որ մենք սրանով կարծես թե վերադառնում ենք կարևոր հանգամանքին, որ հիմնադրամը նորից ունի ռազմավարական մեծ ծրագիր, իրենց ենթակառուցվածքային ծրագիր, որը մեծ ազդեցություն պետք է ունենա տնտեսական, մշակութային, սոցիալական մեծ ազդեցություն պետք է ունենա, ու սրանով ըստ էության նորից սկիզբ է դրվում հիմնադրամի այս արդեն պրոակտիվ գործունեության կարգին, ոչ թե ռեակտիվ գործունեությանն է։ Եվ ամենակարևոր հանգամանքներից մեկը նաև այն է, որ թեպետ մենք արդեն ամփոփել ենք արշավը, բայց միևնույն ժամանակ մենք մեր որոշումն է, որ արշավը դա 12 ամիս տիրող գոյություն ունեցող ընթացող process է, ու մենք թեպետ ակտիվ մի ֆազան ավարտեցինք արշավի, բայց արշավը շարունակվելու է, բոլոր այն քաղաքացիները, այն կազմակերպությունները, ովքեր իրենց հանգանակությունները կուզենան անել Սպանդյանի Ջանսկի վերակառուցմանը, միշտ ուրախ կլինենք դրանց համար, ու առաջիկայում նաև մենք նոր միջոցառումներ կունենանք դրամավակ արշավի տրամաբանության մեջ, չսպասելով հաջորդ նոյեմբերին։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստադիտողներ։ Մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Արամ Այսավետիսյան, ով համակարգել է Հայաստան համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքի գործընթացը։